Բարև ձեզ, ինչպես գիտեք, այսօր լրանում է Վարդան Ղուկասյանի ղեկավարմամբ ձևավորված քաղաքային իշխանության աշխատանքի 1 տարին եւ այդ կապակցությամբ հրավիրել եմ ձեզ, որպեսզի ձեր միջոցով մեր գյումրեցիներին ներկայացնենք հաշվետվություն 1 տարվա կատարած աշխատանքների վերաբերյալ։ Ցավոք սրտի բոլորիդ հայտնի դեպքերի պատճառով հաշվետվությունը չի կարող ներկայացնել պարոն Վարդան Ղուկասյանը։ Այդ իսկ պատճառով ես կփորձեմ ներկայացնել։ Օգտվելով առիթից ես առողջություն եւ ազատություն եմ ցանկանում Վարդան Ղուկասյանին եւ բոլոր քաղբանդարգյալներին։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ձեր հարցադրումները լինեն միայն Գյումրու քաղաքին վերաբերող հարցերին։ Նշեմ, որ քաղաքական այլ հարցերի այս պահին չեմ պատասխանելու, առաջիկայում առիթ կունենանք այդ հարցերին պատասխանելու։ Ելնելով այս ամեն ինչից 1 տարին ամփոփելով, ես ուզում եմ սկսել մեր խոսքը 2025 թվականի ապրիլին կայացած քաղաքապետի ընտրությունների, որի իմ ձեռքում գտնվում է Վարդան Ղուկասյանի քաղաքական ծրագրերը 5 տարվա համար եւ ուզում եմ ներկայացնել, որ 31 կետ էր այստեղ նշված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից, որը պետք է կատարածվեր 5 տարիների ընթացքում, ուզում եմ այդ կետերով անցնել եւ հիմնավորեմ, թե ինչ աշխատանքներ են կատարել 1 տարվա ընթացքում։ Առաջին կետ՝ առաջ քաշել Գյումրին ազատ տնտեսական կոդի դարձնելու օրակարգը։ Խնդրեմ, որոշումը, որը ներկայացրել էր մեր ավականու անդամ Կարեն Սիմոնյանը եւ ուղերձը Հայաստանի Հանրապետության կառավարության ազատ տնտեսական կոդի դարձնելու մասին։ Նշեմ տարեթիվը 16 սեպտեմբերի 2025 թվական։ Սա առաջին կետ։ Օրինականացնել քաղաքացիների տարիներով ձգձգվող ավարտական ակտերն ու շինթույլտվությունները։ 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի ապրիլը ինքնական շինությունների օրինականացում սեփականության իրավունքի ճանաչմամբ 72-ն են եղել, 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլը 260-ը։ Այսինքն աշխատանքները կատարվել են եռագի քառակի անգամ։ Երրորդը աջակցել ծայրամասերում կառուցված քարաշեն տնակների օրինականացմանը։ Ինչպես գիտեք, Գյումրու քաղաքապետը բազմիցս բարձրացրել է, որ ապօրինի շենքշինությունների օրինականացման process-ը պետք է շարունակվի եւ դրան ի պատասխան գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին Նիկոլ Փաշինյանին 0307 2025 թվականին։ Հարգելի պարոն Փաշինյան, Գյումրու քաղաքում ծանրացած ապօրինի շինությունների ժամկետը երկարացնելու կապակցությամբ սա եւ նաեւ խմբակցություններին ուղղված գրությունը ազգային ժողովի խմբակցություններին գործը։ Սա հաջորդ կետը։ 4-րդը զիջել հնամաշ ավտոմեքենաների կույկահարկը։ Ինչպես գիտեք, 1 տարվա ընթացքում այդ աշխատանքը ամբողջ բոլոր ավականների ընթացքում ներկայացվում է պարբերաբար եւ դրա հետևանքով այն գումարները, որոնք ծանրացվել են եւ տարիներ շարունակ չեն բռնականացվել, զիջելով տուժ տուգանքները այժմ այդ գումարները բռնականացվում են։ Հաջորդը քաղաքային բյուջեի ավելացում ապօրինի շինությունների օրինականացման հաշվին։ Այս նույնպես գործընթացը արդեն սկսվել է, տարվա վերջ սրա արդյունքները ավելի ցայտուն կերևան։ Հույքագրել անտերության մատնված քաղաքապետական հողերը։ Քաղաքաշինության բաժնին հանձնարարված է եղել անցած տարվանից, ընթացքում կներկայացնենք ավելի ծավալուն, թե ինչքան հույքագրումներ է եղել, նաև դրանց մեջ մտնում են վարելահողերը։ Գյումրի քաղաքի տնտեսական առողջացման ծրագրերը։
Գյումրիից իսպար վերացնելու աղետի, աղքատության և գործազրկության հետքերը անհրաժեշտ է առաջ քաշել Գյումրի քաղաքի տնտեսական առողջության ծրագիրը, որը նախատեսում է մի քանի խոշորագույն գործարանների վերաբացումը։ Ինչպես գիտենք, Գյումրին Սովետական միության ժամանակահատվածում իր արդյունաբերական հզոր ձեռնարկություններով մեծ համբավ է ունեցել 15 պետությունների մեջ, աղետարից երկրաշարժից հետո ափսոս շատ ցածր մագարտակի վրա է գտնվել եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջնակարգ ծրագրերից էր նաեւ աշխատատեղերի ստեղծումը եւ բնակարանաշինությունը։ Աղետի գոտու վերացման համար այրուձի բաժինը դա միշտ ու միշտ մեր Հայաստանի Հանրապետության իշխանության գործունեությունն է եղել, որին բազմիցս բարձրաձայնել է եւ աղաղակել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ բոլորին հայտնի է, որ իր կառավարած նախկին 13 տարիների ընթացքում 4700 բնակարան է կառուցվել եւ 40,000 ավելի տնագներ է ապամոնտաժվել քաղաքում։ Ցավոք սրտի իրենից հետո Գյումրի քաղաքում այս վերջի 8 տարիների ընթացքում դրանպես չի կատարվել բնակարանաշինություն եւ ես մի ցայտուն օրինակ եմ ուզում բերել 8 միլիարդ դրամ ավելացվել է Արդագին պարկը 8 միլիարդ դրամի 1%-ը դա կազմում է 80 միլիոն դոլար, եթե 80 միլիոն դոլար, այսինքն Արդագին պարկի 1%-ը ուղղվեր Գյումրի քաղաքի բնակարանաշինությանը, մեր բնակիչներին, ապա այդ խնդիրը իսպար վերացած կլիներ։ Բայց ցավոք սրտի այս պահին 991 անօթևաններ ունենք աղետի գոտուց դժված 240 եւ ավելին որոնք մեր ժամանակահատվածում ուսումնասիրվել են, ընկերվել են եւ դիմվել է քաղաքաշինության նախարարություն համապատասխան գերատեսչություններ, որ նույնպես ընկերվեն անօթևանության ցուցակի մեջ, ինչպես նաեւ մենք գիտենք, որ 2500 տնագներ կան, որտեղ տնագային բնակիչներ ունենք։ Բայց եւ այնպես մինչեւ հաջորդ կետին անդրադառնալը միանշանակ այստեղ ուզում եմ նշել, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջանքերի շնորհիվ ուրեմն արդեն նախագծային փուլի ավարտին է հասցված եւ շուտով կհայտարարվի շինարարի մրցույթը բուլվարային թաղամասում գործարանային սոցիալական բնակարանի հաջորդը դա սուբվենցիոն ծրագրերով էլի բուլվարային թաղամասում է երկու արդեն կառուցելու հիմքից 0-ից կառուցելու հիմնական կառուցվելու երկու բնակելի շենքերի կառուցապատման սուբվենցիոն ծրագրերն են, որը նույնպես նախագծերը արված է եւ մնացել է, որ կառավարության կողմից հաստատվի այս սուբվենցիոն ծրագրերը մոտ 100 բնակարան եւ նաեւ համահայկական հիմնադրամի կողմից ներկայացվող ես պատկերը ցույց տամ բնակելի երկու շենքերի երկու թե երեք ֆազեր են երկու շենքերի համայնքական մուշ թաղամասում փոխհատկացումը եւ ամբողջ աշխատանքները մեր կողմից կատարվել է 74 բնակարան։ Սա այս հարցով քաղաքաշինության բարեփոխումներ վերականգնել բազմագարական շենքերի կտուրները, բարեկարգել շենքերի մուտքերը եւ բակերը։ Կենտրոնական գոտում գտնվող շենքերի կտուրները վերածել մանսարդային հարկերի, ապա վաճառել դրանք կամ օրավարձով հանձնել զբոսաշրջիկներին քաղաքապետարանի համար եկամուտ ապահովելով։ Այս աշխատանքը ծավալուն աշխատանք էր, Գյումրու քաղաքապետը հիմքը դրել է, մենք շարունակում ենք, ուսումնասիրում ենք Ռուշկովի փողոցը եւ մյուս փողոցները, որոնց շենքերի վրա կարող ենք այդ մանսարդային հարկերը ավելացնենք, այդտեղ մենք բախվել ենք օրենսդրական
որոշակի խոչընդոտների, այսինքն կտուրը եւ նգուղը գտնվում է ընդանուր սեփականություն եւ փորձում ենք այդ հարցը լուծենք բնակիչների հետ փոխհամաձայնության գալով։ Մյուս հարցը նույնպես վերաբերվում է հարկերի ավելացմանը, դա Լինսի հիմնադրամով կառուցված շենքերի կտուրների վերնահարկերի մի հարկ ավելացնելն է, ասենք ձեզ, որ կոմունիկացիայի բոլոր խնդիրները կան այդտեղ հարկերի ավելացման համար, նույնպես այդ օրենսդրական խնդիրներն են բախվել եւ փորձում ենք դա լուծել օրենքի տարին համահունչ, մենք համաձայնության ձևաչափը իրավաբանական բաժնի հետ մշակել ենք, համապատասխան բաժնի աշխատակիցները զբաղվում են այդ հարցով։ Մյուս կետը հաստատել հատուկ ծրագիր ուղղված Կումայրի արգելոցի բոլոր վտանգված շենքերի վերակառուցմանը զգաստացնելով եւ պարտավորեցնելով սեփականատերերին ամրացնելու սեփական անշարժ գույքը մինչև սահմանված վերջնաժամկետը։ Այս հարցով եւս աշխատանքներ են տարվում, նշեմ, որ նախկին ինֆեկցիոն հիվանդանոց, Գյումրի ռեստորան, շուկան, կենտրոնական եւ այլն ամբողջ ցուցակը կա, որոնց հետ անձնական սեփականատերերի հետ անձնական աշխատանքներ է տարվում, ունենք նորից այդպիսի պատմամշակութային շենքշինություններ, որոնք պետք է անպայման վերանորոգվեն, վերակառուցվեն, ամրացվեն, որ մեր քաղաքի պատմամշակութային տեսքը պահպանվի։ Հաջորդը վերականգնել կամ կառուցել ստորգետնյա անցումներ քաղաքի բանուկ ճանապարհահատվածներում, կարող եմ էսքիզային տարբերակը նույնպես ներկայացնել, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից մշակվել է կենտրոնական հրապարակի անցումային հատվածները, որոնք իրենց մեջ պարունակում են նաև կոմերցիոն հատված, այսինքն կարող են ներդրողներ ընդգրկվեն եւ բիզնես ծրագրեր իրականացնեն այդ հատվածներում։ Մշակվել է նաև Սայաթ-Նովայում ստորգետնյա ավտոկայանատեղին, այս ամբողջը բազմիցս եւ մինչ այսօր մեր քաղաքային լրատվությամբ լուսաբանվում է եւ հրավիրվում է բոլոր ցանկացողներին եւս արդյունք օգտագործելով հրավիրում են նաեւ բոլոր ցանկացողներին, ովքեր ներդրումային ծրագրեր ունեն, կարող են մասնակցենք, բաց եւ թափանցիկ մենք կարող ենք առաջարկել այս աշխատանքները քաղաքաշինության բաժինը դեռ անցած տարվանից կատարել է եւ սպասում ենք արձագանքներին։ Եթե չլինեն, ապա մեր բյուջեի ներածի չափ փուլային կսկսենք մենք իրականացնել։ Խստապահանջ եւ հետեւողական աշխատանք տանել քաղաքի հատկացված սուբսիդիաների արդյունավետ իրականացման ուղղությամբ, ներառյալ անի թաղամասի փողոցների բարեկարգմանը։ Ուրեմն կփաստեն համապատասխան բաժնի աշխատողները, փոխքաղաքապետ Պարոն Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից փոսավերանորոգման, փողոցաշինության կապիտալ վերանորոգումների համար ստեղծվել է, կա մինչև հիմա էլ գործում է աշխատանքային հանձնաժողով, որտեղ ընդգրկվել են համապատասխան բաժնի աշխատակիցները, խորհրդականներ, մասնագետներ եւ մինչ այսօր այդ խումբը գործում է, հանձնաժողովը գործում է եւ հետեւողական ենք ամեն մի սանտիմետր կատարված աշխատանքների համար։ Ուզում եմ այստեղ անդրադառնալ անի թաղամասի, այսինքն 58 թաղամասի եւ ավստրիական թաղամասերի փողոցային կապիտալ կառուցապատման աշխատանքներին 2016 թվականին ազգային ժողովի կողմից հաստատվեց ՎԶԲ ծրագիրը, եթե չեմ սխալվում 24 միլիոն եվրոյի ծրագիր է, մինչ այսօր իրականացվել է 9 միլիոն եվրոյի ծրագիր, այսինքն մոտ 15 միլիոն եվրոյի ծրագիր է կա իրականացնելու, անի թաղամասը եւ ավստրիական թաղամասը Գյումրու քաղաքապետի ջանքերի հետևողական ջանքերի շնորհիվ արդեն կյանքի է կոչվում, ասեմ ձեզ, որ նախագծման մրցույթը
ավարտված է մրցույթային փուլը։ Նախագծման աշխատանքները կատարվում են անի թաղամասում 6 ամսվա ժամկետ ունենք։ Գիտեք, որ այս նույն դահլիճում հանդիպում է եղել Շահով կազմակերպության ներկայացուցիչների հետ, ՎԶԲ համակարգողի հետ եւ խնդրանքը հորդորը, որ հնարավորին շուտ ավարտվեն նախագծման աշխատանքները եւ այդ նախագիծը դրվի արդեն շինարարի մրցույթին եւ մրցույթը մի քանի լոտերով է լինելու, որ մի քանի կազմակերպություններ մասնակցեն եւ ավելի արագ լինի, պահպանելով նաեւ որակը անպայման։ Այսինքն մոտ 11 միլիոն եվրոյի ծրագիր է, ամբողջանի թաղամասը եւ ավստրիական թաղամասը հիմնանորոգվելու է, ասֆալտապատելու է, մայթերից հետ վերանորոգվելու են լուսավորություններով եւ մի գեղեցիկ նորոգված, ավելի բարեկարգված թաղամաս ենք ստանալու։ Հաջորդը վերջնականապես լուծել թափառող շների մեկուսացման հարցը քաղաքի հարակից տարածքում դրանց համար կացարան կառուցելով։ Ուրեմն այս հարցը շատ մտահոգիչ է մեր քաղաքում, գալով կառավարման մեր թիմը փախվել է այս հարցին, սակայն միշտ մեզ կատարվել է այդ բյուջետավորման ծրագրով շների կացարան ստեղծելու ծրագիրը, որը քաղաքային կառավարումից պահանջում էր մրցույթներ հայտարարել, այլ գործողություններ քաղաքապետարանը չուներ։ 5 անգամ մրցույթներ հայտարարելուց հետո այդ ամեն ինչը չեղարկվեց, ժամանակը լրանալով հետ կանչվեց գումարները, նշեմ նաև, որ 124 միլիոն դրամի ծրագիր էր, այրուձի բաժինը 80 միլիոն դրամը պատկանում էր կառավարությանը, կառավարությունը պետք է ֆինանսավորեր, բայց դրանից հետո մեր նախընտրական խոստումների համաձայն մենք հետ չկայնեցինք ծրագրից եւ այսօր սրանից առաջ ավականու նիստին ներկայացվել է կացարանի էսկիզային տարբերակը, որը շատ արագ պետք է վերածվի վերջնական նախագծի եւ հայտարարվի շինարարի մրցույթ։ Ինչպես նշված է մեր ծրագրում, արդեն քաղաքապետական շինության վրա կառուցվի, այսպես ասած, առաջվա թռչնաֆաբրիկան, չէ՞, եթե չեմ սխալվում, թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում գտնվող, այսպես ավելի իրենց առանձնացված կացարաններով ոչ, մեր միջոցներով քաղաքային միջոցներով կառուցենք դա ամեն ինչը ընդունված մեթոդ է 8 տարիների ընթացքում սկզբից օրենքները ամրագրել, հետո նոր անցնել գործողություններին, այդ սա մի կետ է, կանդրադառնամ մյուսներին անպայման կնշեմ, կբարձրացնեմ, մի քանիսն են դրանց մեջ ընկրվում, ամբողջը կնշեմ։ Հաջորդը համագործակցել եւ պետգույքից հետ պահանջել 8-րդ զինավանում գտնվող 5 շենքերը, որոնք կիսակառույց վիճակում են եւ դրանք վերակառուցել եւ հանձնել մեր քաղաքացիներին, ովքեր երկրաշարժից եւ սոցիալական տարբեր վիճակներով մենք ունենք այդ կոմպոնենտը գտնվում են տնագային ավաններում։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մոտ 4 գրություն Գյումրու քաղաքապետ Վարդան Ուգասյանի կողմից ուղղված առաջինը 0606-2025 թվականին է ուղղվել պետական գույքի կառավարմանը նկատի ունենալով ձեր 24/08/2023 թվականի գրությամբ ներկայացված Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում գտնվող թվով 5 անավարտ բազմաբնակարան շենքերի մասին։ Մինչ այսօր ուղղված գրություններին պատասխան չի եղել, մենք պետք գույքից պահանջել ենք, որ այդ
շինությունները վարչապետին է ուղղվել տրամադրել քաղաքի բալանսին։ Հետագայում մենք այդ շենքերը վերակառուցելու, ամրացնելու եւ քաղաքային միջոցներով եւ ներդրողների միջոցներով եւ այդ բնակարանները հանձնելու աղետից տուժած մեր Գյումրու քաղաքացիներին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին։ Սոցիալական բարեփոխումներից նշելու եմ մեկը մի քանի կետեր ունենք, որովհետև մյուսները արդեն պարզ է, համապատասխան կառավարության որոշման համաձայն արգելվեց մեզ այլևս տրամադրական միջոցներ տրամադրել սոցիալապես անապահով խավին։ Համապատասխան նախարարությունը ուղարկել էր միայն որոշումը, չէր ուղարկել լուծումը, հանձնարարական կա աշխատակազմի ղեկավարին, համապատասխան բաժիններին եւ մասնագետներին, որ մշակեն եւ ներկայացրեն, թե ինչ լուծումներով կարող ենք մեղմացնել մեր գյումրեցիների սոցիալական այս խնդիրները, որ ծանրացել են կան ցավոք սրտի մինչ այսօր եւ այդ տխրահրճակ որոշման պատճառով լուծումներ չեն ստանում։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքը երկարացնել, ամենօրվա ժամը 7:30-ից մինչև 22:00, քաղաքային միջոցառումների օրերին ժամը 7:30-ից 23:00։ Բարեփոխումներ տուրիզմի ոլորտում։ Երկաթգծի կայարանում, ավտոկայանում, օդանավակայանում եւ քաղաքի կենտրոնում հիմնել տեղեկատվական կետեր զբոսաշրջիկներին քաղաքում ուղղորդելու համար։ Աշխատանքները անցած տարվանից կատարվել են, մենք համագործակցում ենք Delta Telecom կազմակերպության հետ։ Խնդրեմ, սա QR կոդով օժտված տեղեկատվական պլատֆորմն է, այսպես ասեմ, հարտակն է, որը նշված օդանավակայան, երկաթգիծ, քաղաքի կենտրոնական մյուս հատվածներում քաղաքաշինության բաժնին հանձնարարական ընտրված է, որ աշխատել մյուս տեղերում տեղադրվելու համար, որի միջոցով տուրիստը, որը գալու է մեր քաղաք, QR կոդով տեղեկանալու է եւ թանգարաններից, մշակութային կենտրոններից, սննդի սպասարկման կենտրոններից, հյուրանոցներից եւ մեր քաղաքի բոլոր սպասարկման ոլորտներից։ Հաջորդը վերաբացել տուրիզմի զարգացման բաժինը Գյումրու քաղաքապետարանում։ Ինչպես գիտենք, եթե չեմ սխալվում, դեկտեմբեր ամսին ծրագրերի մեր բաժինը վերանվանվել է ծրագրերի եւ տուրիզմի զարգացման բաժին անվանումով, այսինքն այս կետն է կատարվել։ Վերականգնել քաղաքային միջոցառումների կազմակերպումը, այդ թվում երեխաների պաշտպանության օրը, վերջին զանգ, հրաժեշտ մանկապարտեզին, գալահամերգներ, երաժշտական դպրոցներում եւ այլն եւ այլն։ Կարող եմ ասել ձեզ տարեթվերով, որ 2014 թվականին տրամադրվել է Գյումրու քաղաքապետարանի կողմից 4.359.900 դրամ, 2025 թվականից ապրիլից մինչև 2026 թվականին տրամադրվել է 8.897.900 դրամ։ Այստեղ ամբողջը նշված է, թե հողակներին ինչեր է տրամադրվել, ռոյալ ձեռքբերելու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում, նոր տեսահոլովակի նկարանում մանկապարտեզական արվեստի պալատի համար, նկարչական դպրոցի համար ձեռք է բերվել նոր տարակաշարներ, որպես աջակցություն տրամադրվել է տարբեր գումարներ այդպես չնշեմ, կարող ենք հաշվետվությունները ձեզ տանք, ասեմ նաև, որ 24-ից 25 թվականը հատկացվել է բյուջեից 34.780.000 դրամ, իսկ 26 թվականին արդեն 39.780.000 դրամ, 5 միլիոն դրամով ավել։ 2025 թվականի ապրիլից հետո անցկացվել է մի շարք
միջոցառումներ, հոգևոր խմբագային երաժշտության համերգ, Շարլ Ազնավուրին նվիրված միջոցառում, երգչախմբային համերգ, Ավետիք Իսահակյանի 150-ամյակ, Մհեր Մկրտչյանի 95-ամյակ, ջրաներգերի փառատոն, երիտասարդության միջազգային օր, Տարբնության տոն Գյումրիում, բացել ենք նոր ցուցահանդես Արմեն Տիգրանյանի անվան, Գարնանային սալոն ցուցահանդես, մարզային զբոսաշրջության ցուցահանդես, քաղաքային վերջին զանգ, Գյումրու օր քաղաքային միջոցառում, հունիսի 1 երեխաների պաշտպանության միջազգային օր, տոնածառի լույսերի վարման արարողություն, Տյան ընտառաջ, մարտի 8 եւ շարունակական է այս միջոցառումները։ Հաջորդը կրթություն, սպորտ, մշակույթ, առողջապահություն։ Հիմնել ռազմական արտադրոցական վարժարան բոլոր տարիքային խմբերի համար, սաներին պատրաստելով ԱՏՍ-ների կառավարման, մարդավարության եւ կրակային պատրաստության մեջ համագործակցելով ռազմամարզական կազմակերպությունների հետ։ Ասեմ ձեզ, որ անցած տարվանից մանկապատանեկան արվեստի պալատում երկու խմբակներում հաստիքներ ենք ավելացնել ռազմական գիտելիքների եւ տրոնների ուսուցման համար։ Հաջորդը պարբերաբար իրականացնել սպորտ դպրոցների ներքին հարդարման, կտուրների վերանորոգման եւ գույքային վերազինման աշխատանքները։ Ուրեմն սպորտ դպրոցների մասով թվերն ավելի քան խոսուն են, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ պարբերաբար ավականուն նիստերին ներկայացվում են վերանորոգման աշխատանքների համար ծավալաթերթեր, դրանք տարբեր սպորտային կառույցներում են, սամբո, ջյուդո, հրաձգություն, ծավալուն աշխատանքներից կարող եմ նշել, որ սուբվենցիոն ծրագրերով կատարվում է թեթև ատլետիկայի մարզադպրոցը լրիվ հիմնանորոգվում է, մարմնամարզության մարզադպրոցը, լողարանը, որը սկզբանե տեղյակ եք անցած տարվա ընթացքում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ացելությունից հետո միանգամից համապատասխան բաժինների կողմից կատարվել են աշխատանքներ եւ այսօր շինարար արդեն մեծ ծավալով աշխատանքներ է կատարում այնտեղ 117 միլիոն դրամի ծրագիր է, որը վերանորոգելու է, վերազինելու է եւ մինչեւ մայիսի կեսեր եւ ամենաուշը մայիսի վերջ գյումրեցի մեր երեխաներին եւ ինչպես նաեւ մեր գյումրեցիների ովքեր հաջախել են սիրով, էլ ավելի մեծ սիրով եւ ավելի բարեկարգված, նորոգված վիճակում կայցելեն քաղաքային լողարան, որը այսպես ասեմ անմխիթար վիճակում էր գտնվում։ Տնօրեն Հովհաննես Կարապետյանի կողմից մեծ աշխատանքներ կատարվեց, եթե չեմ սխալվում, 3, այսպես ասած, մեծ բեռնատար մեքենաներով թափվել է աղբ, չգիտեմ ինչ պատճառներով այդ աղբը ինչի են կուտակ այդտեղ, եւ այսօր հարկասո գնում է լայնածավալ վերանորոգման աշխատանքներ, փոխվելու են պատուրանները, արդիականացվելու է օդափոխանակությունը, հանդերձարանները, լողախցիկները նորոգվելու է եւ ավելի արդիականացվելու է բասեինը, այսպես ասեմ, ամբողջը կտեսնեք կացարանով եւ ամեն ինչով վերջնական աշխատանքները բոլոր հրավիրում եմ այդ ժամանակ կներկա կլինեք եւ կլուսաբանեք կտեսնեք։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բազմիցս բարձրաձայնել է եւ իր նախընտրական ծրագրերի մեջ հստակ ամրագրված էր 50%-ի աշխատավարձերի բարձրացումը, որը պետք է կատարվեր 5 տարիների ընթացքում, բայց մի տարին չբոլորված աշխատավարձերի բարձրացումը 56%-ով կատարվեց եւ այսօր Գյումրեցուն արժանի Գյումրու քաղաքապետարանի եւ ենթակառուցվածքների աշխատակիցները աշխատավարձ են ստանում եւ դա ասված, որ
այնպիսի մի իրադրություն լինի, որ էլ ավելի բարձրացնում կարողանանք իրականացնել։ Դեպետ ասեմ, այո, պարոն Մանուկյան, նախադեպը երկրում չկա, այդ ուղղությամբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ ծավալուն աշխատանք էր տարնում, դա նաև ուղղված էր 25 միլիարդ դրամի վերադարձը պետական բյուջեից, միանշանակ վստահեցնում եմ ձեզ, եթե այս ամեն ինչը չլիներ, մենք համար աշխատանքները այդ պայքարը տանելու ենք, թեպետ այսպես չէ, մենք այդ աշխատանքները կատարում ենք, ճիշտ է, պարոն Վարդանյան, չենք հուսալակվելու և թևաթափ չենք լինելու, այո, շարունակելու ենք և դա ասված հասնենք դրան, որ կարողանանք մեր հասանելիք գումարը, գյումրեցիների և Գյումրու քաղաքապետարանի հասանելիք գումարը կենտրոնական բյուջեից հետ բերենք քաղաքային բյուջե։ Այսինքն 31 կետանոց նախընտրական ծրագրից 21 կետը կատարածվել մի տարիների ընթացքում։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ քաղաքաշինության բաժնի լայնածավալ աշխատանքներին, քրտնաջան աշխատանքներին, նշել տարեթվերով և կետերով։ Հողամասերի հատակագծերի հաստատում 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի ապրիլ 1625, 2025-ից 26 թվականները 2437, կրկնակի անգամ ավել։ Սեփական հողամասում առկա ինքնական շինությունների օրինականացնում 24-ից 25-ը 49, 25-ից 26-ը 105, կրկնակի ավել։ Անշարժ կույքի առուվաճառքի նոտարական պայմանագրերի վավերացում 24-ից 25-ը 140 պայմանագիր, 25-ից 26-ը մեր տարվա ընթացքում մեր կառավարման 290 պայմանագիր։ Ուղղակի վաճառքով տրամադրված անշարժ կույքերի վերաբերյալ որոշումներ 24-ից 25 թվականները 43, 25-ից 26-ը 229, ուժը կորցրած որոշումների կազմում 24-ից 25-ը 5, 25-ից 26-ը 68, ինքնական շինության օրինականացում սեփականության իրավունքների ճանաչմամբ 24-ից 25-ը 72, 25-ից 26-ը 260, գործառնական և նպատակային նշանակությունների փոփոխման որոշում 24-ից 25-ը 66, 25-ից 26-ը 161, շինթույլտվություններ 24-ից 25-ը 92, 25-ից 26-ը 111, հավարտական ակտ 24-ից 25-ը 44, 25-ից 26-ը 77, վարձակալություն 24-ից 25-ը 2, 25-ից 26-ը 1, հողամասի աջուրդ, այս սրան պետք է խորը անդրադառնամ, ինչու է տարբերությունը այսպես, որ ասեցի բազում որոշումներ կան, որոնք խոչընդոտում են քաղաքապետարանի աշխատանքը կառավարության կողմից, նշեմ թիվը 24-ից 25-ը 91, 25-ից 26-ը 3 և հույքի աջուրդ, որը նույնպես 24-ից 25-ը 1, 25-ից 26-ը 2։ Այս սրան անդրադառնամ, գրությունը այստեղ է իմ մոտ է, ընթերցեմ, որ ավելի պարզ լինի։ Միաժամանակ հայտնում եմ, որ 2025 թվականի ապրիլի 30-ին Շիրակի մարզպետի գրության համաձայն Գյումրու համայնքապետարանի տեղեկացվել է ՀՀ վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի 211-ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերի արդյունքներով պայմանավորված փաստաթղթերի մեջ աջուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման համար ընտրված 0904-2025 թվականի նիստի արձանագրություն առ այն, որ համայնքների կողմից համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր տեսակի հողօդարումների պարագայում, սա նորից փաստաթղթերի մեջ է, պարտադիր պետք է կիրառել գնահատման մեխանիզմ լիցենզավորված անկախ կազմակերպության միջոցով,
վաճառքի մեկնարկային գին սահմանելով ոչ պակաս, քան գնահատված շուկայական արժեքը, որը պահանջում էր հսկայական ժամանակ, մրցույթի հայտարարում, գնահատում, գնահատման եզրակացություններին, որից հետո 2026 թվականի հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ գնահատման գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված օրենքները Գյումրու համայնքապետարանին Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից տեղեկացվել է որպես իգիտություն 26 թվականի փետրվարի 2-ին, որտեղ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում, այսինքն մինչև մարտի 17-ը, սակայն կառավարության կողմից այս հարցի վերաբերյալ 2001 թվականին թիվ 276 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը ընդունվել է 2026 թվականի ապրիլի 2-ին։ Ինչ է ասված այս ամեն ինչի մեջ։ Սկզբից հողի օտարումը սովորական կարգը աջուրտային կասեցրեցին, որ պետք է հողի օտարումները, աջուրտները կայացվեն միայն լիցենզավորված մարմնի գնահատումից հետո։ Այդ ամբողջ աշխատանքը ամիսներ էր տևում, եթե ոչ ամիսներ, ապա մի ամիս անպայման, մենք մրցույթը հայտարարեցինք եւ այլն, պայմանագիրը կնքեցինք, գնահատվեց եւ եկավ։ Գնահատված հողերի եւ գույքերի արժեքները առելի, չգիտեմ, պարոն Ղազարյան, քանի անգամ, երևի մի 10-20 անգամ բարձր, մոտ 10 անգամ բարձր էր, աջուրտներ հայտարարվելուց հետո մասնակցության թիվը 1 էր, երևի 1 էր, մի 2 էր, այսպես ասեմ, մոտ 41 լոտ կա, չէ, եթե չեմ սխալվում, եթե ոչ ավելին։ 40-ից ավելի մասնակիցների թվականակը շատ ցածր, պասիվ։ Այդ ամբողջ process-ին հետ մեկտեղ, որ փորձեցինք մենք արդեն մեր օրենքում սահմանված գործիքակազմով իջեցնեն գնային այդ քաղաքականությունը, որ փորձենք այնպիսի համապատասխան դաշտ բերենք, որ բուլվարային թաղամասում 100 միլիոն դրամ գնահատված գույքը, հողը, դարդակ հողը, որը չգիտեմ, երբևիցե 30 տարիների ընթացքում այդպիսի ջին չի եղել բուլվարային թաղամասում, որովհետև բոլորս էլ գիտենք ծառամասային կոդի է, իջեցնենք այդ շեմը, հավաքական նիստերով անցկացնելուց հետո փետրվարի 2-ին գալիս է երկրորդ դրությունը, որ այլևս մենք աջուրտ չենք կարող հայտարարել, աջուրտները պետք է լինեն էլեկտրոնային։ Մոտ մի ամիս հետո նոր ծրագիրն են մեզ տրամադրել եւ այլն, վաղը գնում են համապատասխան աշխատակիցները ուսուցման եւ այլն եւ այլն։ Ինչ եմ ուզում սրանով ասել, հարգելի գյումրեցիներ, համաքաղաքացիներ, մենք գիտենք, որ Գյումրի քաղաքում կատարվող կապիտալ աշխատանքները դա ֆոնդային մասից է կատարվելու։ Իսկ ֆոնդային մասի առյուծի բաժինը գումարը դա հողերի օտարումներ է, գույքերի օտարում եւ արձակալությունից է։ Այսինքն կոնկրետ քաղաքաշինության բաժնի վրա է այդ լույսը ընկած։ Եվ այդ կապիտալ աշխատանքների վերակառուցման հիմնական մեխը Գյումրու քաղաքապետը դրել էր բնակարանաշինությունը։ Դա սոցիալական բնակարանաշինություններ, մյուս բնակարաններն էին, որոնք նաև նշվեց, որ պետք է հարգանությունը ավելացվի, տարբեր աշխատանքներ, ինչպես նաև պուրակների կապիտալ բարեկարգում, փողոցաշինություն, քաղաքի միջոցներով, սակայն ակնհայտ է, որ խոչընդոտ։ Սա էլ եթե չեմ սխալվում երկրորդ թե երրորդ արդեն կենտրոնական իշխանության կողմից օրենքային խոչընդոտն է հանդիսանում։ Ուզում եմ
անդրադառնալ նաև տեղական շինարարական աշխատանքների համար կատարված նախագծերի վերաբերյալ։ Սա նշեցի Բուլվարային թաղամասում 100 բնակարան, նախագծման փուլը ավարտված է, 51 բնակարան ռադիոգործարանի նախագծման փուլը ավարտված է, շինարարի մրցույթին է գտնելու, 50-ից 60 բնակարան գտնվում են նախագծման փուլում համահայկական հիմնադրամում, ֆուտբոլի դպրոցի վերակառուցման նախագծման փուլը ավարտված է, հաղթանակի զբոսայգու վերակառուցման նախագիծ գտնվում է նախագծման փուլում, Մուշ 2 թաղամասում գտնվող կիսակառույց շենքի լրակառուցման նախագիծ նախագծման փուլում է ավարտված է արդեն, Բուլվարային թաղամասում 3 բազմաբնակարան շենքերում վերելակների տեղադրման նախագիծ գտնվում է նախագծման փուլում, մրցույթ է հայտարարված, Թիվ 14 բնակարանի շենքերի տանիքների վերանորոգման նախագիծ գտնվում է նախագծման փուլում, մրցույթը երբ ենք հայտարարելու, հայտարարված է մրցույթը։ Ջերմակ հիվանդանոցի վերակառուցման նախագիծ գտնվում է նախագծման փուլում, սուբվենցիոն ծրագրում է, Երկաթգծի հետնամասում գտնվող շենքի վերակառուցման նախագիծ նախագծման փուլը ավարտված է, թվով 24 ապաստարանների վերականգնման աշխատանքներ գտնվում են նախագծման փուլում, մրցույթ է հայտարարված, սա էլ բազմիցս մրցույթ ենք հայտարարել, մասնագետներ չկան, թվով 10 դարբասների տեղադրման նախագծման աշխատանքները գտնվում են նախագծման փուլում, սա մրցույթ է հայտարարված նույնպես, չէ՞։ Հատերական հրապարակի վերակառուցման նախագիծը գտնվում է նախագծման փուլում։ Շինարարական աշխատանքների վերաբերյալ Պատվո Բլուր հուշահամալիրի տարածքում գտնվող հուշարձանի պատվանդանի վերանորոգման աշխատանքները ընթանում են շինարարական աշխատանքներ, Բուլվարային թաղամասում գտնվող 14 բնակարանների վերանորոգման աշխատանքները հայտարարված է շինարարի ընտրության մրցույթ, այս բնակարանները գտնվում են քաղաքապետարանի պալասում, բերվելու են բարվոք վիճակում եւ հանձնվելու են մեր սոցիալապես անապահով խավին քաղաքացիների։ Թվով 6 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ մոտ օրերին կսկսվեն շինարարական աշխատանքները, մրցույթ են հայտարարված, ասեմ նաեւ որ շուտով մրցույթ է հայտարարվելու թվով 51 պատշգամբների վերակառուցում, ամրակցում, որոնք անցած տարվանից հայտարարվել են այդ ամենը, այս տարի արդեն մրցույթային փուլում են եւ մնացածը որ նշեցի մոտ 14 եւ 5, այսինքն 19 աշխատանքներ եւ նաեւ պատշգամբների 20 աշխատանքներ, որոնք արդեն սկսվել են աշխատանքները, որոնք էլ շինարարի մրցույթի փուլում են, այսինքն նախագծերը ավարտված են եւ հայտարարվել են շինարարի մրցույթները։ Այո, Մայր Հայաստանի շատրվանների վերանորոգման եւ ջրի հոսքի աշխատանքները, որը նույնպես ավարտական փուլում է հասնում եւ օգտվելով առիթից նաեւ նշեմ, որ մայիսի 9-ին Մեջուկով նշվելու է հաղթանակի օրը, ափսոս նշում ենք եռատոն, բայց այսպես ստացվա, որ միայն մնաց հայրենական մեծ պատերազմի տոնը։ Պարոն Արագելյան, առաջին հարցս վերաբերում է, ասեցիք, որ կառավարության ուղարկել եք գրություն ազատ տնտեսական կոդի ստեղծելու մասին, հետաքրքիր է իմանալ պատասխանը եւ ինչ։ Հաջորդ հարցը վերաբերում է օրերս Շիրակի մարզպետը Իլուր բոլորին հայտարարեց, որ Գյումրու իշխանությունները ներկայիս ծախողել են կառավարությունը։ Դրա պատասխան դրան, որովհետև մեջբերելով քաղաքացիների այն տեսանելին, որ հիմի կա քանդված փողոցները, աղբահանությունը։ Դրա հետ կապված ինչ կասեք։ Ուրեմն այս հաշվետվության բուն մեխը նաև դա էր։ Ես գիտեք ինչը, թողնում եմ այդ ամեն ինչը մեր գյումրեցիների գնահատականը, որովհետև պոպուլիզմը եւ գեղեցիկ մտքեր շարադրել նախադասություն կազմելը 8 տարիների ընթացքում քայքայել է Հայաստանի Հանրապետությունը, գործն է, աշխատանքն է։
13 տարի հեռու լինելով քաղաքային իշխանությունից Գյումրու քաղաքապետը վերընտրվեց քաղաքապետ։ Ինչի, որովհետև աշխատանք ուներ արած 13 տարիների եւ այս մի տարվա ընթացքում ես ներկայացրեցի 31-ից 22-ը մի տարին բոլորվել է ընդրական նախընտրական մեր ծրագիրը արդեն կատարածվել։ Սա է, ես չեմ, դա ամբողջը տեսանելի է եւ գյումրեցին դա զգում է։ Ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը, փոսալցմանը, ես իշքան ուսումնասիրել եմ 24-23 թվականներ ունեմ Շանթ հեռուստատեսության տված իմ հարցազրույցում ներկայացրել եմ, որ ամբողջ աշխատանքները փողոցա նորոգման, վերանորոգման աշխատանքները միշտ կատարվել են մայիսի կեսերից, մայիսի վերջից։ Ապրիլ ամսից փողոցային վերանորոգման աշխատանքները կատարվում Գյումրի քաղաքում։ Այս պահին էլ Խորենացի փողոցում լայնածավալ Պարչադերյան գնում է չէ աշխատանքները եւ տարբեր վերանորոգման աշխատանքներ փողոցը փոսային ընդգրկվելու է այդ ամեն ինչը մեր օրոք չի եղել, այնպես չէ որ մենք եկանք, որ այդ բոլոր փոսերը գոյացան։ Տարիների չկատարված աշխատանքների արդյունք է։ Մենք էլ կատարելու ենք որակով, հետևողական, ինչպես նաև գիտենք, որ անցած տարվանից 5 փողոց դերևս մնացել են կապիտալ վերանորոգման, որոնց աշխատանքների մենարկը եղանակների վերջնական այսպես տակացման եւ շին աշխատանքների մեկնարկի հետ տրվելու են 18 փողոցների կապիտալ վերանորոգման մրցույթը կատարվել է այդ պարապմուշտի ժամկետը անցնելուց հետո կնկվելու է պայմանագրերը եթե չեմ սխալվում 5 լոտով են ներկայացվել եւ միանգամից մեկվարվելու է 18 փողոցները ասեմ ձեզ որ մենք գրաֆիկից հետ ենք ընկել սուբվենցիոն ծրագրերով կապիտալ վերանորոգումները եւ եթե չեմ սխալվում կապիտալ վերանորոգումների սուբվենցիոն ծրագրերի առյուծի բաժինը պատկանում է Գյումրու քաղաքապետարանին 60-40 հարաբերակցություն 60%-ը Գյումրու քաղաքապետարանի բյուջեից է տրամադրվում մենք 25 թվականին հաստատել ենք 23-24 թվականի սուբվենցիոն ծրագրերը որոնք արդեն ավարտին են հասցնում 26 թվականի մեջ, 25-ից մեկնարկվել է, 26 թվականին նորից եմ ասում, հայտարարում են 21 փողոցների մրցույթը համալիր փորձագնությունը անցնելուց հետո նախագծերի եւ այն որ շեշտում ենք, որ շինարարական բում է լինելու Գյումրի քաղաքում եւ ճանապարհաշինության եւ սոցիալական բնակարանների եւ այլն, եթե այս ամենը լսեն եւ չգիտեմ այլ պատճառներով նորից ինչ-որ տուն է ինչ-որ այլ որոշումներ կայացնեն, որ ելնելով, չգիտեմ, նախընտրական փուլերից, ինչից հիմա հարմար չենք գնում։ Ասում են, որ լսեն, որ հանգած չխոչընդոտեն, այո, դրա համար են բարձրաձայնում։ Եվ անդրադառնալով ձեր հարցի սկզբին, նորից կրկնվում է, գյումրեցիները ամբողջի պատասխանները իրենք են տալիս, թե մի տարվա ընթացքում այսքան ներկայացված առելի աշխատանքները կատարվել են, թե չեն կատարվել, տեսանելի են, մաքրությունը չեմ ասում իդեալական է, բայց իդեալականին է հասցված Գյումրիում, աղբանությունը, հետո ևս առաջընկնելով հարցից ենթակետով ասեմ, որ մեծ աշխատանքներ են տանում Արմեկոտեքս ՍՊ-ի հետ, որ աղբավայրը ներդրումային ծրագրերով հանձնենք, երկու անգամ հանդիպում ենք ունեցել, ցավոք սրտի անձամբ չեմ կարողացել ծանրաբեռնվածությունից դուրս գալով համապատասխան ներկայացուցիչների հանդիպել, բայց երրորդ
հանդիպումը անպայման կուզեմ ներկա գտնվեմ, բայց ստեբետ մեր պայմանները փոխանցել ենք եւ հիմա աշխատանքներ է տարվում ներդրումային ծրագրի հետ, դա ասված, որի կատարածվի եւ այդ աղբավայրն էլ հանձնվի արդեն ԱրմիկոտեքսՊ-ին, որը կատարելու է մնացած աշխատանքներ, ինչպես նաեւ, եթե չեմ սխալվում, ներդրումային ծրագիր է մոտ 5 միլիոն եվրոյի եւ աշխատատեղերով եւ աղբավայրի վերամշակումով։ Վերջին քանի շատ չեք հեռացել, ծանոթացել ասֆալտի որակն ասացիք ինչի, մի քիչ մանրամասն կասեք, խոսքը ինչի մասին է, որովհետեւ Երևանում ունենք ակտիվիստների ցուցադրած բազմաթիվ օրինակներ, որ առանց դիտում է արվել, տեղ-տեղ ստանդարտներին անհամապատասխան է արվել, նախորդ տարիներին կատարած ասֆալտի ինչ է, որ ասում եք դա է փչացած։ Չէ, ուզում եմ ասել, որ այդ ընթացքում կատարված աշխատանքների ոչ բարեխիղճ, այլ ուսումնասիրության առիթով հանդիսանա, ուսումնասիրեն փոսալցումների հետևանքով է գոյացել։ Այնպես չէ, որ այս մի տարվա ընթացքում ճիշտ է շատ սուր ձմեռ եղավ, բոլորը տեսակ, ձնառատ եւ այլն մեզ վերագրվող չէ, մեր կողմից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ստանձնելով իր պարտականությունները միանգամից հանձնարարական հնչեցվել, որ փոսա վերանորոգման համար աստեն նշեց է հանձնաժողով 2 տարի երաշխի, եթե չեմ սխալվում 3 տարի էլ կապիտալ վերանորոգվող փողոցների համար երաշխի, սահմանված ամբողջը, մրցույթները այդպես է գնում, բիտումային հատվածը տագը եւ ամեն ինչ է հետեւողական մենք գնում ենք առաջ։ Մեզ համար ծանոթ, բարեկամ, հարազատ, չգիտեմ, այսպես զերծարարություն չկա։ Մրցույթը կա, թափանցիկը ով ուզում է մասնակցի, ով ուզում է շահի որակով եւ արագ աշխատանքներ տա։ Արագության հետ պարտադիր որակը պահպանվելու է։ Հակառակ դեպքում նորից եմ ասել ավականուն լիստում, եթե ինչ-որ բան անորակ եղավ, շինարարն է պատասխան տալու։ Չեք տալ գումարները, ստիպելու եք, որ քանդեն նոր անեն։ Դուք շարունակում եք չհամագործակցել Շիրակի մարզպետարանի հետ։ Ով ասեց։ Հարցումը։ Ուրեմն մենք ոչ բարիկադներ ենք կուրել, ոչ էլ ցանկություն ունենք կուրել։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ի սկզբանե դեր ստանձնած պաշտոն ասել է, որ ես հարվում եմ պետականությունը, հարվում եմ վարչապետի ինստիտուտը եւ եթե ցանկություն լինի պրոտոկոլով եւ այլն, ապա պատրաստ եմ հանդիպել եւ մնացածը։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների, միանշանակ չենք կիսում։ Այլ քաղաքական հայացքներ ունենք, այլ դիրքորոշումներ ունենք, այլ մտածելակերպ ունենք։ Բայց կրկնում եմ նույնպես, որ պատրաստ ենք, բաց ենք համագործակցելու համար։ Պարոն Ղուկասյանի Անուն Գյումրիի եւ գյումրեցիների։ Պարոն Ղուկասյանի նախընտրական ծրագրում մի դրույթ կար, որը վերաբերում էր դրսից ներդրողներ հրավիրել, մասնավորապես խոսքը վերաբերում է Ռուսաստան բնակվողներին։ Որևէ ներդրողի Գյումրին հետաքրքրել է այս ընթացքում, որևէ մի կոնկրետ քայլ։ Կոնկրետ են նշում, հետո չասեք, պարզապես չգիտեմ, հիմա ինչ պետք է տիպի այս օրենքներից հետո չսեն թե գովազդ արես, թե հանրակաշար, ինչ են ես։ Անցած տարի, հանդրախոստում, բայց փաստ է, անցած տարի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տաշի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցելով, որը տարիներ շարունակ Վարեմ Մարեմի շենքը ուզում էր իր միջոցներով, սեփական միջոցներով ամրացնել, վերանորոգել, վերակառուցել եւ հանձնել քաղաքին։ Ոչ մի կոմերցիոն նպատակներ չունենալով, այսինքն ոչ մի քառակուսի մետր իր սեփականությամբ չվերցնելով։ Եթե չեմ սխալվում, մեծ գումարների աշխատանք է մեր գումարների ներդրումները։ Տեսնելով, ուսումնասիրելով ամբողջ թղթաբանությունը, օրենքի տարը պահպանելով, շատ արագ հանձնարարականներ իջեցնելով համապատասխան բաժիններին, համապատասխան չի թույլտվություն ասեմ, տոճկեն ասեմ, որ շինարարական գործողություններ կատարելու, մաքրելու եւ ամրացնելու թույլտվությունը տրվեց քաղաքապետի կողմից։ Եթե չեմ սխալվում, այս բային դատարեցված է այդ աշխատանքները համապատասխան նախարարության թե գերատեսչության կողմից ընդունելով կաշառք։
Չգիտեմ, գիտեք ինչ է բան, եթե այդ ուղղությամբ գնանք, դա լավ տեղ չի տանի, որովհետև կապ չունի ով է անուն ազգանուն մեկում տնենք, ներդրողը մեկտեղում տնենք, մյուս ներդրողները միանշանակ լավ բան ուզենան կանենք, կանք ներդնենք Գյումրի քաղաքում ու քաղաքական ինչ-որ այդ պրոցեսների պատճառով մեր գործունեությունը դադարեցվի, ցկցկվի, անարգի եւ այլն։ Դա լավ տեղ չի տանում։ Շատ լավ արեցիք, որ այդ հարցը տվեցիք։ Ես չէի ուզենա, որ Շիրակի մարզպետը այդպիսի անզգույշ հայտարարություն աներ։ Ես հակառակը կասեմ։ Մենք համագործակցելու միտում ունենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ բացարձակ։ Բոլոր պատվիրակություններին մենք մեր ծրագրերը ներկայացրել ենք։ Պատվիրակությունները գործնական կարիերի են մեզ սպասում։ Վառ օրինակ ասեմ։ Սպիտակ հիվանդանոցի շինարարության ցկցկումը։ Պարոն Արաքելյանն ասեց Սպիտակ հիվանդանոցի շինարարության ցկցկման պատճառները։ Այստեղ միտումնավոր մեզ շինական աշխատանքների մրցույթների հետ կապված շինարարներին ուղիղ դիտավորյալ հետ են քաշում մասնակցությունից։ Մենք սա տեսնում ենք, որովհետև հնարավոր չի տվյալ շինարարական օբյեկտի նկատմամբ որևէ հետաքրքրություն չշարժել։ Մենք բարձրաձայն մեր էջի միջոցով բոլորին հայտարարել ենք, որ շինարարությունը պարզ է, թափանցիկ է, բաց է մասնակցություն ունեցել։ Շինարարական 4-րդ, 5-րդ մրցույթը ինչ կան, 5 մրցույթ են կանցկացել։ Շների կացարան։ Չէ, Սպիտակ հիվանդանոց։ Մրցույթներին մասնակցություն չկա, շների կացարանի մասնակցություն չկա, իսկ մենք այդ առաջարկությունը, որ ասեցիք քաղաքային իշխանությունները, Ռուսաստանի իշխանությունների տարբեր քաղաքների կողմից ունենք բացարձակ հայտեր ներկայացնում։ Կուրսկը, Վոլոգդան, Սանկտ Պետերբուրգը ուղիղ մասնակցության նրանք համաձայնություններ տվել են։ Մեր կողմից այդ խոչընդոտները չհաղթահարելու պատճառով ուղիղ միջամտություն համագործակցությունը դանդաղում։ Իսկ այդ համագործակցությունը կա։ Դրա համար այդ համագործակցության մասին որ հարց տվեցիք, մենք համագործակցում ենք մարզային իշխանությունների, այո, բայց նրանք մեզ հետ ավելի սերտ համագործակցել։ Ես խորհուրդ կտայի, որ մարզպետը փոխանակ նման կոպիտ ու կոշտ պատասխան տար, նա պիտի ասեր, թե ինչով է աջակցել Շիրակի մարզում գտնվող խոշոր քաղաքային իշխանություններին որպես մարզային կառույց, որտեղ ինչ աջակցություն է ցուցաբերել, օգնություն է ցուցաբերել, որ մենք չենք ընդունել կամ չենք կարել։ Հետոնոր ինքը թիրախավոր է։ Ես այս պահին կասեմ, ոչ։ Մենք անում ենք այն աշխատանքը, որը չի արվել 13 տարի շարունակ։ Նշեց պարոն Արաքելյանը, հոսային լուծումներ ասֆալտապատում, մայիսի 15-ից շուտ չի արվել 13 տարի, արդեն ապրիլ ամսից հոսալուծումներ են անում, ասֆալտապատման աշխատանքներ են անում, սուբվենցիոն ծրագրեր կա, բոլոր ծրագրերի շուրջ մեզ նաև պետք է որպես մարզային իշխանություն աջակցություն ոչ թե աջակցություն ուղղակի կառավարության մակարդակում եւ կառավարությունը այստեղ լուրջ անելիքներ ունի։ Եվ ավելի շատ այստեղ մենք էլ կարող ենք մատնանշել առողջապահական հիմնարկներ, պոլիկլինիկաներ, ցանկացած պոլիկլինիկա մտնելուց հետո չես կարող երկրորդ անգամ մտնել։ Այս ոլորտը մենք չենք շոշափում, չենք էլ ուզում շոշափել։ Այն ոլորտն է, որը իրենց ենթակայության տակ։ Մենք սրա մասին չենք խոսում։ Նշեցի, որ աշխատանքներ ընդրվել, աշխատատեղերի ստեղծում է Գործարանների ստեղծում համար Կառավարության խնդիր աշխատատեղերի։ Հա, մենք ծրագրի մեջ ընդգրկել ենք այդ, բայց աշխատատեղերի ստեղծման առանձին աղետի կոդու վերացման եւ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներ։ Միանշանակ ես ձեզ ասեմ, այսօրվա ուղղությամբ փոքր եւ միջին բիզնեսների զարգացումն է Գյումրու քաղաքապետարանի ուղղությունը, բայց նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ուգասյանը բազմիցս իր նախընտրական քարոզարշավին դրանից հետո բազմիցս մինչև այսօր նշում է քաղաքային միջավայրը պահպանելու համար կոնկրետ Գյումրուն առաջնակարգ պետք է անօտևանության խնդիրի լուծում աղետի կոդոս տուժածների համար, որը 38 տարի է ծառացած այդ բեռը եւ եւս մեկ անգամ ասեմ, որ 8 տարիների ընթացքում 8 բնակարան չի կառուցվել եւ երկրորդը կարևորագույն աշխատատեղերի ստեղծումն է։ Աշխատատեղերի ստեղծումը ասելով ինչի նկատի ունի Գյումրու քաղաքապետարանը։
գործարանների հիմնում։ Հիմնական համատեղ գործարանների հիմնում միջավայրի գործարանային, այսինքն այն բարի համբավը, որ ունեցել է Լենինական քաղաքը, Գյումրին վերականգնվի։ Ստեղծվին համապատասխան գործարաններ, աշխատատեղներ, եթե չեմ սխալվում, ես ճիշտ է երիտասարդ եմ, բայց իմ հոր եղբոր խոսուծից, մեծերի խոսուծից միջիմացել եմ, որ այսպես Չոլոշնի կատի կոմբինատը, խոշոր մալվածքայինը, հաստոցաշինականը 3 սմենով աշխատող գործարաններ են, այսինքն 1000-1500 աշխատատեղեր են ունեցել ամենները։ Կեսովա դրությամբ մի քանի գործարաններ են, սեփականատերերի գործարաններ են, որոնք չգիտեմ տարիների ընթացքում նաև պետական համակարգը սխալ քաղաքականություն է վարել, Գերշաուտի դեպքում չի ստիպել, որ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել։ Տարիների ընթացքում, եթե բիզնեսը աճում է 10 տարիների ընթացքում եւ շահույթներ է, ապա անպայման որոշակի լծակներով, չգիտեմ, դա սոցիալական նախարարության լծակով, մյուս նախարարություններով պետք է ստիպեն, որ սեփականատերը իր աշխատակիցների աշխատավարձը բարձրացնի, ոչ թե 60,000-70,000 դրամով աշխատացնի։ Եթե 10 տարի գտնվում ես այդ բիզնեսի ոլորտում եւ 3, չգիտեմ ինչ որ կառույցից հասել ես արդեն 10 կառույցի, այսինքն բիզնեսը զարգացող է, դրա հետ մեկտեղ է շահույթից նաև մասնաբաժին անես քո աշխատակիցներին։ Բայց ամենաառաջնակարգը ես ուզում եմ, որ հաջորդ մեր երկրի կառավարությունը միանշանակ իր դեմքը ուղի դեպի քաղաքները եւ դեպի պետական աջակցությամբ, պետության անմիջապես ֆինանսավորման միջամտությամբ գործարանների ստեղծման։ Պարոն Արաքելյան, եւ այս տարի Գյումրին սուբվենցիոն 3 ծրագիր նախատեսած, եւ մասին գիտենք, որ 2-ն են ներկայացվել նախ մարզպետարան, հետո կառավարություն։ Երրորդ ծրագիրը, որ վերաբերում է Շտեղնակի հիվանդանոցին, պարոն Մանուկյանն արդեն խոսեց, չկա մտավախություն այդ խոչընդոտների մասով, որ կառավարությունը նաև այդ երկու ծրագրերը չհաստատի, որպես խոչընդոտ, որ Գյումրիին այդ առումով ծրագրերը չի եղել։ Ուրեմն ասեմ ձեզ, մտավախություն ընդհանրապես չկա մեր կողմից, որովհետև մենք աշխատանքներ կատարել ենք բարեխճորեն։ Իսկ եթե իրենք չեն ներկայացնել եւ չեն հաստատել, այդ արդեն խոսելու թեմա կդառնա։ Ես կբարձրաձայնեմ, ոչ լռելու եմ, ոչ էլ ինչ որ ում մեղքով է եղել։ Հարցաձայնելու եմ, ասեմ։ 3 ծրագրերից, եթե չեմ սխալվում, կապիտալ փողոցաշինությունն է, Ջերմակ հիվանդանոցը եւ ամենակարևորը սոցիալական բնակարանաշինությունն է։ Եվս մեկ անգամ ասում եմ բարձրացան, ասված մի արածը սոցիալական բնակարանաշինությունը չընդգրկեք, պարոնայք։ Դուք տեսնեք, այս 100 բնակարանը օրհասական 100 բնակարան է, իրականացվելու է։ Անցած տարվանից Գյումրու քաղաքապետը ընդունելություններ կատարելուց մեծամասնությունը, տոկոսային հարաբերության մեծամասնությունը բոլորը բնակարան էին ուզում, բնակարաններ էին ուզում, իրենց երկրաշարժից կորցված բնակարանները եւ բազմազավակ ընտանիքներ սոցիալական բնակարաններ էին ուզում եւ այս ծրագրերը, այսպես ասեմ, թիրախային ծրագրեր են, մնացածը արդեն թողնենք համապատասխան մարմինների հայացողությանը։ Եվ մի հարց էլ ներդրողների մասով նշում եք գետնանցումներ, ավտոկայանացիներ եւ այլն շարունակ հայտարարություններ են հնչում ներդրողների եք հրավիրում արձագանքներ, եթե ոչ դրսից, ապա ներսից, որպես փոքր ծրագրեր, կան արձագանքողներ։ Դե գալիս են քննարկումներ լինում են, ամբողջ քաղաքաշինության բաժինն է զբաղվում է դա ամեն ինչով, վերջնական այսպես ասեմ, դեր պայմանագրեր չկան, բայց ես նշեցի, եթե ներդրողները չկառուցեն, ապա փուլային ստանձը կառնի քաղաքապետարանը եւ կկառուցի։ Այս ամեն ինչը խոբ մենք չունենք կախարտական փայտիկ, որ մի տարվա ընթացքում այսպես առելի աշխատանքներ են կատարել, այդ ամեն ինչը կա։ Սա 5 տարիների աշխատանքային մեծ հետաքրքրություն կա սրանց վերաբերյալ, հատկապես այդ մեր անտոպանի կանգառների հետ կապված
աշուժություն կա, մարդիկ հետարկրվում են։ Ուղղակի համատեղ քննարկումների արդյունքում պիտի ձևավորվի այն մթնոլորտը, որը դա իկադար կացվի։ Դրա նախադրյալները կան, աշխատանքներ անում։ Պարոն Առաքելյան, դուք ճիշտ հասկացա, որ բյուջեից այլևս չեք կարողանա այն 10,000 դրամ, 20,000 դրամ օգնությունը տրամադրել սոցիալապես։ Ճիշտ Թույլ չեն հասկացա։ տալիս։ Թույլ չեն տալիս։ Կառավարության որոշման համաձայն ոչ մի սոցիալական դրամային ոչ մի սոցիալական օգնություն թույլ չեն տալիս։ Մեզ տրամադրել են կեդեր, որը պետք է մշակվի, մեկը նշեմ, եթե մենք ուզում ենք կոնկրետ սննդամթերք, դեղորայք, հագուստ տալ սոցիալապես անապահով ընտանիքին, որը դիմում է կամ քաղաքացուն, որը դիմում է ներկայացրել, դրա համար մենք նույնի մեծ շղթայի միջով պիտի անցնենք, այդ շղթան որն է, նախ պետք է գնահատենք այդ սոցիալական կարիքները, գնահատումից հետո մենք այդ ամուրջը դիմումից հետո խմբագրենք, արտաբանության հետ մեկտեղ հայտարարենք պետք է ասեք սնունդի մրցույթ, այդ սնունդի բաները նշված, թե երշիկ կուզե, այդ մարդը հաց էր ուզում, թթվասեր է ուզում եւ այլն, այդ ամենը, դեղորայքի տեսակները մրցույթ պետք է հայտարարեն, մրցույթին պետք է մասնակցեն համապատասխան արդեն ոլորտի սպասարկող կազմակերպություններ իրենք շահելուց հետո մենք ասենք, որ գնացեք այս ինչ խանութ է, այս ինչ տեղորայքի տեղը ու քարտերով, չէ, հա, քարտեր տրամադրեն, այդ կազմակերպությունները քարտեր տրամադրեն, որ մենք այդ գումարները նստեցնենք այդ քարտերի վրա ու այդտան այդտեղից բան անեն, գնումներ կատարեն, անկախի։ Թեպետ ես ասեմ, այնպես չէ, որ այդ 20,000 դրամները, որ ասում էին 10,000 դրամները, մենք կախին չենք տալիս, այսպես թե այնպես իրենց հաշվի համարվում, փոխանցումով անձնագրով գնում էին բանկից ստանում էին այդ ամեն ինչը, մենք այս ընթացքում ոչ մի անգամ կախի գումար չի տրվել, ոչ մեկին, գնացել են համապատասխան բանկը, որ հաշվի համարում նստված է եղել, այդտեղից իրենց անձնագրով ստացել են եւ իրենց ծախսերը հոգացել են, հիմա սոցիալապես անապահով ընտանիք կա, որ 20,000 դրամի օգնությունը վերցրելով 10,000 դրամը սնունդին էր ծախսում, 10,000 դեղորայքին կամ 10,000 դեղորայքին, 10,000 կոմունալին, այսպես ասած ինքը իր բյուջեն կտնտեսեր, գիտեր, որը ինչ է, կամ 5,000 եւ այլն եւ այլն։ Ես հրավություն պարոն Առաքելյան, մեկ տարի լրացավ, որ իշխանությունը ձևավորել, բայց 4-ից 6 ամիսի կլրանա, որ Վարդան Օգասյանն անազատության մեջ է, 6 ամիսների ընթացքում արդյոք այսպիսի հաշվետվություն իրեն ներկայացվել է, ինքը կան ծրագիր, որով հետաքրքրվում է եւ դեպի անազատության դրամավայրից համակարգում կամ փոխում։ Անպայման, ես ձեզ ասեմ, դա կախնիկ չէ, կապը պահպանվում է, այս այցելությունները ունենում, ամսական 2 անգամ մտնում եմ, ներկայացվում է, քննարկվում ենք, տրվում է նաև իրեն իրավունք ոչ զանգով, քաղաքապետ Մանուկյանի հետ զանգով, այդ ամեն ինչը միշտ կապը պահվում է եւ ամեն ինչը տեղյակ է։ Այս հիմնական հիմքը դրված է, վերցված է մեր նախընտրական խոստումներից եւ դրա հիման վրա շարունակում ենք եւ չենք շեղում այդ ուղից, որը որտեղ գրել է քաղաքապետ Վարդան Օգասյանը։ Երբ հույս ունեք, երբ կգա։ Աստծո կամոք, տեսնենք։ Ես ավելացնում հույս միշտ ունեք, ասեք։ Ինքը շատ աչալուրջ է, ինքը շատ լավ տիրապետում է ծրագրերին, անընդհատ հարցումները անում է ուղղություններով, հատուկ եւ անընդհատ ուշադրության կենտրոնում բանում է։ Թեկուզ հաջողակի մենք չենք խոսում, բայց ամեն խոսուտի ժամանակ, հեռախոսազանգի ժամանակ կարողանում է այն հարցերը տալ, որը ի նպաստ մեր քաղաքի ժողովրդի։ Ես զարմանում եմ ուղղակի նրա հիշողության, նրա հետ նպատակային հարցադրումների վրա։ Այնպես որ քաղաքի հետ ինքը ապրում է, գիտեցեք, ապրում է ժողովրդի, քաղաքի շահերի, ժողովրդի հետ կապված հարցերի։ Ամփոփելով մեր կատարված աշխատանքները, ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել քաղաքային իշխանությանն ընտրող բոլոր ավականու խմբակցություններին եւ քաղաքական ուժերին, որոնք այս մեկ տարվա ընթացքում աջակցել են
եւ շարունակում են աջակցել քաղաքի առջև ծանրացած խնդիրների լուծմանը։ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ղեկավարված թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքի բնակիչներին, գյումրեցիներին 2025 թվականի ապրիլին վստահության քվե տալու եւ մինչ օրս մեր կողքին լինելու համար։ Շնորհակալություն ձեզ, սիրելի գյումրեցիներ։ Նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր բաժնի պետերին եւ մեր քաղաքապետարանի 2400 հոգու աշխատակիցներին։ Եվ շնորհակալություն ձեզ ուսաբանելու համար։ Այո, նրանց բոլորին բոլորին։ Ապրեք։